Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չէ, որ բնությունը գեղեցիկ է, բայց կան վայրեր, որտեղ բնությունը քո հետ շփվում է ու ներկայանում է իր կուսական տեսքով։ Այդ վայրերից մեկը Ստեփանավանն է։ Ասա, որ համաձայն ես ինձ հետ։ Բարի գալուստ լորի։ Ու մեզ դիմավորում է Love Bridge, սիրո կամուրջ։ Ու էլի դիմավորողներ ունենք։ Կներեք, բայց պետքա ցույց տամ։ WC, այնքան սիրուն գրվածքներ են։ Դբա տղեկը, դբա աղջիկը, reception-ում էլ գրվածք կա։ Մենք քեզ սպասում ենք, Ազիզ։ Դե սպասում եք եկա։ Ողջույն Անժելա։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Ոնց եք։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Տպավորված։ Մենք ձեզ մոտ երկու կոտեջ ենք ամրագրել։ Անունազգանուն կասեք։ Հարությունյան Տիգրան, Ամիրյան Աբրահամ։ Շատ լավ, դուք ամրագրել եք մեր մեծ քոթեջներից երկու հարկանի։ Ահա։ Խնդրում եմ այստեղ կարդացեք, լրացրեք։ Ծխելու կանոնակարգ, արժեքավոր իրեր, հյուրանոցի գույքի վնասի փոխհատուցման կանոնակարգ, ժամանում, մեկնում, պարզա, այստեղ եմ ստորագրում։ Այո։ Վերջ։ Շատ լավ, համեցեք, ուղեկցեմ ձեզ։ Այս կողմ։ Այո, այս կողմով ենք իջնում։ Սիրուն է տարածքը, Անժելա, այն որ թթվածնի դեֆիցիտ չկա, Հա, էլի։ մեզ համար արդեն շատ ասա։ Իսկ մենք քաղաքում զրկված ենք այս լավ օդ շնչելուց ու արտաշնչելուց։ Հիմնականում մեր հյուրերի մեծ մասը Երևանից են գալիս ու հա շատ են բողոքում, որ այնտեղ օդ հաղթոտված է, կեղտոտ է ու այստեղ որ գալիս են ասում են դուք դրախտում եք ապրում։ Հա, չէ, իսկականից դրախտ է։ Այս էլ մեր տնակն է, հա։ Այո։ 3 ննջասենյակով 6 անձի համար է նախատեսված այս տնակը, բոլոր հարմարությունները ներսում կան։ Փաստորեն ես այսօր հարուստների շարքին Այո, բավականին մեր ամենամեծ տնակում եք մնալու։ Սա էլ ձեր տնակը, խնդրեմ բանալին։ Ձեզ բարի հանգիստ դրիմ պարկում, հարցերի դեպքում հանգիստ կարող եք դիմել, մենք միշտ կապի մեջ ենք։ Շնորհակալ եմ Անժելա ջան։ Ձեզ էլ ենք շնորհակալ, բարի հանգիստ ձեզ։ Մերսի։ Բարև իմ ընթարցակ, բարև իմ հյուրընկալ, բարև իմ երկհարկանի, բայց տնակ։ Ասում են հյուրանոցը գնահատում են դետալներով եւ մանրուքներով։ Ես էլ սկսում եմ ամենակարևոր մանրուքից։ Բացում եմ սառնարանը։ Վաու, այ հիմա ամեն ինչ իր տեղում է։ Ռիո Գրանդե, սառը, ցանկալի, կարմիրն ինձ դեղին է քեզ։ Շարունակենք, միկրո ալիքային վառարան, թաչ համակարգով դարակներ, սպասք, թավա, տարա ու գազօջախ։ Երկու ննջասենյակ, 1 2, ուրեմն 4 հոգի ձեր ընտանիքի կազմից տեղավորեցինք այստեղ։ Սանհանգույց, սանտեխնիկան, թարմ, այս գունային գամանա դուրս գալիս, մոխրագույն, սև ու սպիտակ։ Օ, բազմամարդ տնակ, մեկի փոխարեն 4 ռուլոն, ասեք, որ շահավետ է, 100% ցելյուլոզ, եռաշերտ, որակն էլ երաշխավորում ենք, հետևեք ձեր հիգիենային պապիրուսի հետ։ Մեկ էլ գիտեք ինչն է դուրս գալիս, այս տարածությունը, նեղվածք չի հասկանում ես ու առաստաղն էլ բարձր։ Այս էլ մեր երրորդ ննջասենյակը, լսի տենց արքայադստեր հանգիստների տպավորություն է թողնում, խալատներ, դարակներ, կամոդային փոքրիկ հատված, ակամայից հիշեցի, հայլի ինձ ասա, ով է ինձնից, շարունակություն դու կարաս ասես, դե տղա ես մանարի ու գտի կանաչի հազարումի երանգը, չգտար, ար, երկտեղանոց, king size մահճակալ, բրնի, Անդրադառնանք բարձերի քանակին, 2 դեկորատիվ, 2-ն էլ քնել հանգստանալու համար։ Եվս մի սանհանգույց, զինված սանտեխնիկայով ու խնամքի պարագաներով, բայց այստեղ դու մի թավոր քեզ զգալու ես վանդակում։
օգնեցեք։ Ջրերը եկան։ Իսկ եթե լուրջ, ոչ թե որպես մեդիա դեմք, այլ որպես շրջագայող անհատ, ինձ դուր եկան սենյակի հարմարությունները։ Կոմֆորտը լիքն է։ Իսկ ես սիրում եմ կոմֆորտով շրջագայել։ Եթե թվարկեմ Dream Park-ի առավելությունները, պետքա յուրաքանչյուր քայլափոխիս մասին տեղյակ պահեմ ձեզ։ Կգաք, կտեսնեք, կգնահատեք, կհասկանաք։ Իսկ մենք շարժվենք Ստեփանավանը բացահայտելու։ Ինչեր են սպասվում մեզ, գնացինք։ Ես ոնց եմ սիրում մեր հաղորդման շրջանակներում նոր, փոքրիկ, բայց խաղաղ գյուղեր բացահայտել։ Ուրեմն մեր ռիզորտից եկանք Ստեփանավան ու Ստեփանավանից շարժվեցինք Կատնաղբյուր։ Լոռու մարզի վերջին գյուղերից է, եթե ոչ վերջինը, ինչից հետո սկսվում է արդեն Շիրակի մարզը։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, եթե փնտրում եք առանձնանալու ինքներդ ձեզնից գողանալու, մենակ մնալու ու սինթեզվելու այս բնության հետ, այս մարգագետինների հետ, ուրեմն Կատնաղբյուրը իդեալական ընտրություն է։ Տեսեք ինչ անտառներ են, տեսեք ինչ կանաչ է, տեսեք ինչ խորություն է։ Վայելք։ Բնությունը եւ ներքին զբոսաշրջությունը գնահատողներ։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կարող եք հանդիպել պատմամշակութային կոթողներ, անտառներ, ֆլորա, ֆաունա, կհանդիպեք նաեւ բնական հուշարձաններ։ Ժայռերի տեսքով, աղբյուրների տեսքով, քարանձավների տեսքով եւ ահա Կատնաղբյուրի միակ, բայց բուժիչ արժեքներից մեկը այդ լույս աղբյուրն է։ Աղբյուր, ինչը կենսատու է, աղբյուր, ինչը բուժիչ է։ Տեղացիները տարիներ շարունակ օգտվել են այս ջրից, որովհետև հավատում են, որ ստամոքսի աշխատանքները կարգավորում է, ինչպես նաև տարբեր տուրիստներ, ովքեր ժամանում են Հայաստան, գալիս են Կատնաղբյուր հենց այդ նպատակով։ Մենք եկել ենք ծանոթանանք լուսաղբյուրի հետ։ Իդեպ շատ տենց հետաքրքիր մի բերանից բերան անցած խոսակցություն կա, ասում են, որ լույս է իջել վերևից ու ընդերքից ջուրը դուրս է եկել։ Ժամանակներ հետո այս վայրը սրբացրել են ու մատուռ կառուցել։ Ջուրը մատուռի ներսում է։ Ասում են լուսաղբյուրը ինքը կենթանի ջուր է։ Հոգնած ճանապարհորդներին ուժ է տալիս, որպեսզի վերազինվեն ու շարունակեն իրենց ճանապարհորդական երթուղին։ Մենք այդ հոգնած ճանապարհորդներից ենք, ովքեր տենչում են վայելել։ Ինչ էր փոքրիկ մուտք է։ Այս էլ մեր աղբյուրը։ Ուշադրություն դարձրեք քարերի արանքից պղպջակները վերև են բարձրանում, այդ նշանակում է, որ թթվի ու հանքային նյութերի առկայություն կա։ Ես քանի որ առաջին անգամ եմ ու համապատրաստից եմ եկել, չգիտեմ ճիշտ ձևերը, բաժակ չունեմ, փորձեմ։ Երազան պետք է պահենք։ Так, հիմա եկեք կիսվեմ հետ տպավորություններով համային թթվի պարունակությունը առատ է։ Դու որ հասկանում ես, որ թթու ջուր ես խմում, սառն է, բայց այդ գազավորված ոչինչ չզգացի, այլև այլ համեր չզգացի ու ոչ միտեղ չկա իր բժշկական նորմերը գրած, դրա համար խորհուրդ եմ տալիս մի բաժակից ավել չխմել։ Համենայն դեպս մի օրվա ընթացքում մի կում
Գիտեք, կան վայրեր, որտեղ մի 2-3 անգամ այցելես, համը դուրս է գալիս ու չես ուզում նորից այդ տեղանքը գալ։ Բայց Սառնախպյուրը այն վայրերից է, որտեղ կրկին ուզում ես վերադառնալ նոր ցանկությամբ, նոր ուխտագնացությամբ, նոր փափագով ու առատ տպավորություններով գրպաններդ, հոգիդ, սիրտդ գնում ես։ Այս իմ հետ տպավորություններն էին։ Սիրելի հեռուստադիտող, շարունակում ենք ճանապարհորդել եւ մեր հաջորդ կանգառը Սուրբ Նիկոլայ եկեղեցին է։ Գտնվում ենք Ամրակից գյուղում։ Իսկ ինչու է տեղանքը կոչվում Ամրակից, որովհետեւ ամրոցին Լորիբերտ կից ենք։ Իսկ Լորիբերտ կգնանք վաղը։ Դարերի ընթացքում շատ բան է փոխվում։ Փոխվում են մարդկային արժեքները, փոխվում են շինությունները, ռեստավրացվում են ամրաշինարարական աշխատանքներ են տարվում, սակայն մի բան անփոփոխ է, այդ հավատն է։ Ինչ վերաբերում է ինֆրաստրուկտուրային, մեքենաները հանգիստ կարող են կայանել, որովհետև կայանատեղին հսկայական է։ Եթե ուզում եք հասկանալ ինչ է եղել սկզբնական շրջանում ու ինչ ունենք հիմա, բավական է տեսնել հին նկարները։ Բարև, Ալեքսանդր։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Լավ։ Ինչ կա չկա։ Ոնց է։ Նորմալ է գյուղի կյանքը։ Այո։ Ալեքսանդր, դպրոցում ո՞նց ես սովորում։ Գերազանցիկ։ Շատ հինգեր ես տանում։ Ոչ։ Հիմա մեր 5 դասական ձևերով չի։ Բա ո՞նց է։ Արդեն 10 են դնում։ Լարի նստի։ Ինձ կպատմես եկեղեցու պատմությունը։ Այո։ Ահա։ Կառուցվել է 1848 թվականին ունգրացի կազակների կողմից, փլվել է 1988 թվականին, փլվել է Սպիտակ գրարշարի ժամանակ։ Դուք լսել եք ռուս մալականների մասին, առաջ այստեղ ապրել են ռուս մալականներ։ Իսկ հույներ ապրել են այստեղ։ Հա։ Հույներ ապրել են այստեղ։ Ոչ։ Իսկ շատերը մի գնացել են Դիլիջան եւ Վանաձոր, իսկ երբ որ փլվել է մի արջիկտոր է բամբանվել եւ որտեղ գրված է ԿԶ 1040 Սուրբ Նիկոլաևկա, դրա պատվին դրել Նովա Նիկոլաևկա, գյուղում եղել է 7 Կիրա, հետո Նովա Նիկոլաևկա, Սվիտոյ Նիկոլաևկա, հետո հեղափոխչի Լորիբերտին պատվին դրել են Ամրակից։ Ահա։ Իսկ դու գիտես ինչա նշանակում Ամրակից։ Ամրակիցը ոչ, որովհետև ես որ պատմում եմ, մենակ ես ասում եմ, երբ է կառուցվել, երբ է փլվել, ես կարևոր մասերն եմ ասում։ Իսկ այդ կարևոր մասերը որտեղից ես լսել։ Իմ ընկերներից մեկը պատմում էր եւ ինձ էլ հետաքրքրեց այդ ամենը, ես գնում էի, ոնց ասեմ, Google-ում էի, դժվար տիպի էի տալի եւ այդ ամենը սովորում։ Բարձ է։ Քեզ շնորհակալություն ես գեղեցիկ զրույցի համար։ Ապրես։ Միշտ դիմավորի տուրիստներին ու միշտ պատմի ձեր գյուղի եկեղեցու պատմությունը, լավ, որովհետև դա շատ կարևոր բան է։ Շնորհակալություն, ասեցինք Ալեքսանդրին, ես մոտավորապես նույն պատմությունը պետք է պատմեի, ուղղակի իմ մոտ մի փոքր ստորակետներ կային, ես գիտեմ, որ հույներել են այստեղ բնակվել, то есть 19-րդ դարի երկրորդ կեսից ուղղափառ քրիստոնեության հավատի ուղղվածությունը բավականին մեծ թափ է ստացել շնորհիվ Սուրբ Նիկոլայի։ Հիմա մտնենք ներս։ Բարև Սուրբ Նիկոլայ։ Պատերի նոր թարմ վերանորոգման հոտը դեռ գալիս է։ Ես հիշում եմ տարիներ առաջ այս աստիճանները կիսով չափ սենց փուլեկած էին, բայց հիմա ինչպես տեսնում եք կարգավորել են ամեն բան, հնարավորություն ունենք բարձրանալ։ Տեսեք, մեր եկեղեցիներից, որ ասեմ, տենց 180 աստիճանով տարբերվում է սուտ կլինի։ Ինչու՞, որովհետև մենք նույնպես ունենք այսպիսի բալկոնային տարածք, պատշգամբային, որտեղ երկչախումբն է սովորաբար լինում։ Так։ Ու երբ անցկացվում են պատարակներ, երկչախումբը այստեղից արդեն շարականներ է երգում, ձայնել լսում եք ոնց արձագանքում։ Հո!
այսինքն ավելորդ բարձրախոսներ ու դրան գումարած արձագանքային էֆեկտներ պետք չէ։ Տեղացիները պատմում են, որ տարիներ շարունակ Սուրբ Նիկոլայի գմբեթի զանգերը նենց էին ղողանջում, մարդիկ ժամացույցի փոխարեն այդ զանգերով էին կողմնորոշում, որ կողմ գնալ կամ ժամը քանիսն է, այստեղից էլ արտահայտությունը ժամ, գնանք ժամ աղոթելու, գնանք ժամ մոմ վառենք։ Ինչ վերաբերում է այս խորանային հատվածին, օրինակ մեր առաքելական եկեղեցիների ճարտարապետությունը եկեղեցաշինական այլ է, այս պատնեշի դռնաշատ փոխարեն վարակույր ունենք եւ այս հատվածներում խորանի երկու կողմերից ավանդախցեր են կամ աղոթարաններ են Սուրբ Նիկոլայում այդ չկա։ Ես չգիտեմ անկեղծ ասած դռներից այն կողմին չա եւ թույլատրվում է անցնել դռներից այն կողմ թե չէ, որովհետեւ այդքան շատ չգիտեմ ուղղափառ եկեղեցու կանոնակարգը, բայց մտածում եմ, որ եկեղեցականները բացում են այս դռները ու անցկացնում են իրենց արողակարգերը հոգևոր։ Մի փոքր էլ ուսումնասիրենք դրսից։ Այ իսկ զանգակատուն մտնելու հարցում մեզ կօգնի Մարոն։ Մարո ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներսից էլ կա, չէ։ Ներսից կա, ներսից թույլատրվում։ Այդ խորանով պետք է երևի մտնել։ Այս կողմ դրսով ենք մտնում, որովհետև խորանով չի թույլատրվում։ Այս սանդուղքներով վերև, հա։ Так։ Այս էլ մեր զանգակատունը։ Աստորեն, այս են զանգերն են, որոնց ղողանջից հարևան գյուղից արդեն իմանում էին ժամը քանիսն է ու կողմնորոշվում էին որ ուղղությամբ գնալ։ Իսկ հետաքրքիր է, օրինակ մեծ, միջին, փոքր, ավելի փոքր տարբերվում են ղողանջները։ Երևի։ Կարելի է փորձել։ Փորձեք։ Այս ուղղությամբ մնացին։ Լսի, ինձ թվում է, պետք է մասնագետ աշխատի այստեղ, ով որ նոտաներից հասկանում է եւ ըստ զանգերի մեծ ու փոքր լինելու արդեն կարողանա, չէ՞։ Տարամ ինչ-որ երաժշտություն ստեղծը։ Այս կողմից էլ է սիրուն, այդ ուռուցիկ գմբեթները խաչերով երևում են։ Չգիտեմ, օրինակ համացանցային պորտալում երբ News Fit-ում բերում էր լուսանկարներ ու մարդկանց դժգոհությունը, ես այդ որ փորձում էի չհամաձայնել կամ միանում էի այդ մարդկանց ալիքին, բայց արի ու տես, որ ռեստավրացիայի շնորհիվ երկարել է Սուրբ Նիկոլայի կյանքը, գեղեցկացել է ու շարունակվում է կենսագրությունը։ Ասում եմ, տեսեք ինչ սիրուն խարույկյան կյունա անտառում, բայց անձրևը մեր պլանները խափանեց, չստացանք են ռոմանտիկան, որը ուզում էի, բայց և այնպես տաքանալ հնարավոր է, չէ, ինձ թվում է անձրևը
ուժ գնանում է, բայց ես ունեմ այլ ընտրանք։ Շոկ է բաղնիկ։ Մի քանի վայրկյան էլ սպասեք ու սկսենք մեր երեկոյան ժամանցային խրախճանքը Dream Park-ում։ Ահա եւ ես։ Ասում են օրը ճիշտ պետք է մոտեցնես իր տրամաբանական եզրին եւ հոգնածությունը թողնում ենք դրան IS հետևում, իսկ այս հատվածում դրան մեզ սպասում է ջերմություն ու ժամանց։ Պետքա հասկանում եք լավ ավարտենք օրը, լիցքավորվենք, որպեսզի վաղ առավոտյան արթնանանք ու քննարկենք մեր երկրորդ ճանապարհորդական օրվա անելիքները։ Սիրում եմ բոլորիդ, բարի գիշեր, անուշ երազներ։ Գնացի։ Տեսեք, իմ սիրունա։ Լավ մոտ է։ Հոպ։ Հոպ։ Այսպես բաներ էլ ունենք։ Այսպես բաներ։ Վերջ, սիրում եմ բոլորիդ, բարի գիշեր, անուշ երազներ, հանդիպենք։ Dream Park-ի ֆլորան դեռ նոր արթնանում է ու զուգահեռ անցկացնեմ օդը այստեղ սուրճի բույրից էլ թարմ է։ Եկեք դասակարգենք, հա, նախաճաշը որակավորենք ոչ թե օրվա առաջին կերակուր, այլ մի ամբողջ արարողակարգ։ Այս կանաչների, թարմ օդի եւ աբոյի տեսախցիկի ներդաշնակությամբ։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Սիրո կամուրջ, ֆանտաստիկ բնություն ու օրվա սկիզբ, օրվա ծնունդ։ Շատ խոսեցի, եկեք ուտենք։ Շքեղ նախաճաշ, արքայավայել նախաճաշ։ Եկեք համաձայնեք ինձ հետ, որ հենց այսպիսի առավոտները ու հենց այսպիսի նախաճաշերն են դառնում ձեր ճանապարհորդության ամենահիշվող պահերից։ Դες այնքան պինդա, այնքան պիր կագրկել ես գդալին։ Ես քո հախից կգամ ոչինչ։ Կրկին նույն process-ը։ Ինչ կապված է ձեր նախաճաշային նախընտրության հետ։ Բացի նրանից, որ ձեր սենյակում կա մենյու, երեկոյան ձեր WhatsApp-ին ուղարկում են մենյու ու դու ընտրում ես ինչ կամենաս տաք ուտեստներից։ Մենք նախընտրել ենք ձվածեղների մի քանի վարիացիաներ՝ բաստորմայով, կանաչեղենով եւ լոլիկով։ Իդեպ նախաճաշը մտնում է ձեր վճարած սենյակի գումարի մեջ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի։ Այլևս սկսված է երկրորդ ճանապարհորդական օրը, գծենք գեղեցիկ երթուղի,
լավ նախաճաշից հետո այն որ էներգիան խեղդումը։ Ստեփանավանից հյուսիս արևելք մոտավորապես 5 կիլոմետր ու դուք հայտնվում եք Լորի Բերթա քաղաքում, Լորի Բերթ ամրոցում։ Գիտեք, մեր ստանդարտ ճանապարհորդական ուղղությունները մեր նկատի ունեմ ամբողջ Հայաստանի Հանրապետության, երբ տուրիստը գալիս է ու ուզում է տեսնել վաու տեղանքներ, ցուցադրում ենք մի օրվա ընթացքում մոտավորապես 3-ից 4 եկեղեցի կամ սրբավայր։ Չէ, տուրիստը պետք է հասկանա, որ մենք ոչ միայն քրիստոնյա ենք, ոչ միայն եկեղեցապաշտ ենք, ոչ միայն հավատապաշտ ենք, այլ նաև եղել ենք զավթող երկիր։ Եվ այսօր բուրըն աշխատանքներ են տարվում ամրաշինարարության, ռեստավրացիայի, պեղման, ինչի համար ես ուրախ եմ։ Մոտենանք դրամարկղին։ Այստեղ էլ է գրված, որ ուշադրություն ընթանում են վերականգնման աշխատանքներ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մեզ 3 տոմս։ 1500 մեծահասակներն են, թոշակառուները, ուսանողները 750։ Երեխեքը մինչև 12 տարեկան անվճար։ Թոշակառու չենք, աշխատող մարդիկ ենք։ 1500 դրամ։ 4500 երեքին։ Շատ լավ։ Ինձ օպերատորին եւ լուսանկարչին։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթե ցանկանում եք պահեք որպես հուշ, կարաք պահեք, եթե չէ, ճղեմ թափեմ։ Չէ, շնորհակալ եմ։ Ու որքան մոտենում ես, այնքան քաջ գիտակցում ես։ Այստեղ ապրել են, ստեղծել են, արարել են, պայքարել են մեր թագավորները, Բագրատունիներ, Կյուրիկյաններ, անպայման ուշադրություն դարձրեք ֆունդամենտին, նոր հետո պարիսպներին կամ շարվածքներին։ Վահ, փաստորեն չենք ծերացել։ Պարիսպներ։ Գիտեք որքան են ձգվում։ 214 մետր, մոտավորապես 25 մետր ձգվել է վերև, իսկ լայնքը որոշ հատվածներում հասնում է մոտավորապես 20 մետրի։ Այս հավատի, ուժի ու պայքարի շերտեր են, ֆունդամենտը, այս շարվածքը ու հետո բարձրանում է։ Հաղորդման այս էպիզոդները նկարահանելուց այնքան եմ ուզում ունենալ այդ ժամանակի մեքենան, դեպի անցյալ, հասկանալ ովքեր են եղել մեր նախնիները, ովքեր են այստեղ ապրել, կլինի արքայական տոհմից, թե սովորական գյուղացի։ Սիրելիներս, Բերթը հիմնադրվել է 1005-1020 թվականներին, հիմնադիրն է Դավիթ Անհողին, 1065 թվականին, երբ Բերթը դարձավ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը, այն դարձավ նաև կարևորագույն ստրատեգիական ու առևտրային կենտրոններից մեկը Հայաստանի Հանրապետության։ Եվ ուշադրություն, այս այն դարպասներն են կամ այն պորտալն է, որը հնարավորություն է տալիս քեզ ընդամենը մեկ քայլով անցում կատարել պատմության ավելի խորը շերտեր։ Մհեր ջան, վաղուց չենք տեսնվել։ Բարև ձեզ։ Մոտավորապես մի 5-6 տարի առաջ ենք, չէ՞։ Այո, Եվ 25 կարծեմ։ Եվ ինչ ա կատարվել այս ժամանակների ընթացքում։ Ահագին մեծ քանակի մեծ ծավալի վերականգնողական աշխատանքներ են ընթանում այս պահին մուտքի մոտ կասայի մոտ դուք նկատեցիք որ կառուցված է մի նոր շենք մոդուլային սպասարկման սրահը որը ավարտական փուլում է գտնվում եւ մոտ ապագայում ինքը կծառայի այցելուներին ավելի պատշաճ ձևով սպասարկելու տարածքում կան սանհանգույց Աղբամաններ կային, նստարաններ կային։ Այո, կուզեի ցույց տալ այս հատվածը, թե ինչու է այս հատվածը անմխիթար կարծես առաջի հայացքից։ Ուրեմն առաջի հայացքից չի, տենց անմխիթար է։ Ես հիմա որ բացատրեմ, ուրեմն տեխնիկան չէր անցնում կամարի տակով, որոշեցին, որ մի քիչ փորեն։ Փորելու ընթացքում նորահայտ սալահատակ բացվեց, ինչը նախկինում ոչ որևէ մեկը տեղեկություն չուներ դրա մասին։ Եվ հիմա սպասում ենք հնագետին, որ գա շարունակի պեղումները, սա եզրաքարն է, այս երևացող հատվածը եզրաքարերն են, կոնկրետ այս հատվածում գտնվում է սալահատակը։ Ես չեմ ուզում տենց մանրամասն ծամենք տնենք հեռուստադիտողի բերանը, կոպիտ ասած, բայց այն հիմնական շերտերի մասին կարելի է խոսել, որտեղ մարդիկ աշխատում են ու այսքան ներդրում, որ արվել է Լորի Բերթը վերականգնելու հետ կապած, դեռ
ոչ մի պատմամշակութային կոթողում այդքան գումար չի ներդրվել։ Այո, իրականում շուրջ 650-ից 700 միլիոն դրամի ներդրում է կատարվել։ Վերականգնվել են հուշարձանի տարածքում գտնվող 3 հուշարձանները, 2 վաղնիկները եւ քաղաքացիական շենքը։ Վերականգնման աշխատանքներ են ընթանում այս պահին Պարսպի արտաքին հատվածը, որոշ ժամանակ անց սկսվելու է նաեւ ներսի հատվածը։ Ամբողջությամբ մինչև Ձորագետի կիրճը վերականգնվելու է ու իր երբեմնի շքեղ տեսքն է ստանալու։ Մեհեր ջան, եթե ես չեմ սխալվում, Բերդաքաղաքը գտնվում է երկու ձորերի արանքում։ Այո, միախառնման, սարահարթանման հրվանդանի նման վրա եւ բացի բուն քաղաքը Լոռի Բերդը, ինչպես մյուս միջնադարյան բերդերը, ունեցել է արվարձաններ։ Արվարձաններից մեկը եղել է Ուռուտ գետի ձախ ափին գտնվող Կենտակեղ կոչվող բնակատեղին եւ ներկայիս Ամրակից գյուղը, որը նախկինում եւ կոչվել է Ամրակից։ Եվ Ամրոցին կից, այո, եւ արվարձանները քաղաքին կապելու համար կիրճերում կառուցվել են կամուրջներ։ Մեկը Ձորագետի վրա, մյուսը Ուռուտի։ Ովքեր են հնարավորություն ունեցել մտնել բաղնիքներ։ Թագավորները, սովորական գյուղացիները։ Ըստ պատմաբանների քաղաքային բաղնիք ա եղել ինքը։ Ձորագետի կիրճում կառուցված բաղնիքը ընդունված է ասել թագավորական բաղնիք, ու ըստ երևույթին հենց քաղաքի բնակչությունը օգտվել է այս բաղնիքից։ Թագավորական արդեն խավը, պալատական դրանիկները եւ այլն թագավորական բաղնիքում։ Պեղումներից բացահայտվեց, որ այս հատվածում հստակ երևում է սա հենց ջրահեռացման համակարգն է։ Կոնկրետ այս բաղնիքի ջրահեռացումը դեպի ուղղվածա դեպի Ուռուտ գետը։ Իսկ Ձորագետինը դեպի Ձորագետի կիրճը Ձորագետ գետը։ Թագավորականը դեպի Ձորագետ, այո, քաղաքայինը դեպի ըստեղ։ Այստեղ հնոցի հատվածն է, որտեղ ջուրը պղնձե կաթսայի մեջ տաքացվել է եւ ուշադրություն դարձրեք այս անցքերի վրա։ Ջեռուցումը, այո, գոլորշին տարածվել է երկու սալահատակի մեջտեղով եւ վերևի շերտը տաքացվել է, այդպիսով ապահովել են տաքացվող հատակը։ Հայր հետաքրքիր է, չէ, հատուկ հրավիրված մասնագետներ են աշխատել այս բաղնիքների վրա, թե պալատականները այդ ժամանակահատվածի։ Քանի որ Լոռի Բերդ քաղաքը ինքը թագավորանից քաղաք է եղել, գյուղիկանների մայրաքաղաքն է եղել, իմ կարծիքով հենց տեղում վարպետները եղել են։ Գտնվեցին ջնարակապատ ափսեներ, գտածոները ապացուցեցին, որ մրցակցել է ժամանակի անի եւ դվինի հետ։ Այս տանիքը ոնց կան, հենց մնացել է, եզրակացնում եմ, ենթադրում եմ, որովհետև հենց շաղախներ կա, թե թարմացվել է։ Որոշ հատվածներ թարմացվել է, բայց ի սկզբանե այդպեսին է եղել։ Այսինքն ծխատարը հանդիսացել։ Ծխատար լույս թափանցելու համար նախատեսված, քանի որ մենք ինչպես տեսնում ենք բաղնիքում լուսամուտներ չկան, հենց լույսի եւ գոլորշու համար նախատեսված անցքեր են։ Ուրեմն վերականգնման ընթացքում տեղադրվել են նոր կավե փողրակներ, ինչը նման է միջնադարում ի սկզբանե ոնց եղել է ջրատար խողովակները եւ այս հատվածում մենք պատերի մեջ ունենք պահպանված հենց հին խողովակների բեկորները այն հատվածում, եթե տեսնեք։ Մի վարկա։ Ոչինչ, չէ։ Իհարկե։ Հա, հեսա, հինը տեսնում եմ։ Հիմա ձեր առջև տեղադրված է հիպոկաուստի նմուշը։ Հատակի։ Այո, հատակի նմուշը, սյուների վրա տեղադրված սալահատակը եւ այն անցքերով ծուխը, հնոցի ծուխը գոլորշին թափանցելով սրահի մեջ տաքացրել են վերևի շերտը։ Մեհեր, գիտես ինչն է հատկանշական, երբ որ թերթում ես պատմության էջերը, օրինակ 11-ից 13-րդ դարերում կամ 14-րդ դարերում բնակչության թիվը Լոռի Բերդա քաղաքում հասել է 10,000-ին։ Այո։ Դա քրքիր է այդ մարդիկ որտեղ են բնակվել, որովհետև 10,000-ը այստեղ հաստատ չի բնակվի, չէ։ Իհարկե, մենք այս պահին գտնվում ենք Միշնաբերդի տարածքում։ Բուն քաղաքը սփռված է եղել Միշնաբերդից դուրս դեպի հյուսիս-արևմուտք եւ ունը պաշտպանված է եղել պաշտպանիչ երկրորդ շերտով։ Այսինքն այնտեղից բնակիչները եկել են ու օգտվել են քաղաքային բաղնիքից։ Այո, հավանաբար հենց այդպես էլ եղել է, քանի որ քաղաքի տարածքում բաղնիքի հետքեր չեն պահպանվել, հենց բուն քաղաքի Շահաստանի տարածքում բաղնիքի հիմքեր չեն հայտնաբերվել։ Համացանցում տենց մի հատ դժգոհության ալիք է բարձրացել։ Ես դրա մասին եմ ուզում խոսել, քեզ հետ մարդիկ գալիս են մտնում են Լոռի Բերդ ունենալով քիչ բազա ինֆորմացիայի ու մեկ էլ դժգոհություն, թե
մոլխի պետքա վճարեմ այսքան գումար, եթե ընտանիքով եմ գալիս, ասենք 5 անձով, 2 քարաբանա տեսնեմ ու դուրս գամ։ Հիմա մեր հաղորդումը գալիս է կոտրելու այդ կարծրատիպը, որովհետև այս պատմությունը նախ երկրորդն էլ մեր թագավորները երբ սենց զրուցելով քայլում էին այս ճանապարհով, հիմա նույն պատասխանատվությունը մենք ենք վերցնում մեր վրա, ճիշտ ինֆորմացիա հեռուստատեսությամբ տարածելու, որպեսզի մարդիկ հասկանան ուր են գալիս, ինչի համար են գալիս եւ կարեւոր ինչ պետքա տեսնեն։ Ականջին հասել է տենց։ Այո, ես տեղյակ եմ, ես էլ եմ լսել դրա մասին։ Իրականում մեր բոլոր արգելոցներում իրականացվում է ճկուն գնային քաղաքականություն, այսինքն մինչև 12 տարեկան երեխաները անվճար են։ Անվճար են նաև նպաստառու ընտանիքի անդամները եւ ըստ ինձ, քանի որ ահագին ներդրում է կատարվել արգելոցի տարածքում եւ ոչ միայն Լոռիբերդի տարածքում, անընդհատ եթե ուշադիր եք եղել ամբողջ Հայաստանի տարածքում մշակութային բոլոր շերտերի վրա ուշադրություն է դարձվում եւ 1500 կամ 750 դրամը իմ կարծիքով այդքան ծախսերը բերի կոմպենսացնի։ Մեր ճանապարհորդական պրակտիկայի ընթացքում նկարահանեցինք Արարատի մարզում նաև հայ-հռոմեական բաղնիքները ու գիտես այդ բաղնիքները ծառայում են հիմնականում նաև որպես ակումբի նշանակություն ունեն, կարևոր պայմանագրեր կնքելու, ստորագրելու, զրուցելու, ժամ անց անցկացնելու, այո, իմիջայլոց պեղումների ընթացքում մեր բաղնիքներից մեկում փղի արձանիկ հայտնաբերվեց, ինչը ըստ հնագետի հենց շախմատի քար ա եղել։ Այդտեղից եք եզրակացնում, որ այո, եւ հենց այդտեղից են եզրակացնում եւ այս հրաշք բնությանը եւ ջրահեռացման համակարգի շատ ավելի հարմարավետ լինելու, կիրճի եզրին անմիջապես կառուցված լինելու պայմանավորված, ըստ երևույթին դրա հետ կապված կոչվում է թագավորական բաղնիք։ Շնորհակալ եմ ես գեղեցիկ, պատմական ու շատ կարևոր զրույցի ու զբոսանքի համար։ Մերսի քեզ։ Շնորհակալ, նորեն համեցեք։ Եկեք մի փոքր խոսենք Լոռվա հյուրասիրության մասին։ Ասում են, հենց նստում ես սեղանի շուրջ, վсё, մնացածը արդեն պատմություն է։ Մենք եկել ենք Հոբարձի գյուղ, գտնվում է Գյուլ Ագարակ խոշորացված համայնքում, շատ սիրուն ու հյուրընկալ գյուղ է։ Աչքի անկնում կանաչներով, մարդկային ջերմ բարևներով ու համովություններով։ Համովություններ, որոնք քո ուղեղում եւ ստամոքսում դաջվում են հավերժ։ Ուրենի հոմ, այսօր մենք քո հյուրերն ենք Անտոնի։ Գիտեք ինչու հոմ, որովհետեւ այստեղ մթերքը էկոլոգիապես մաքուր է, տնական է ու ամենակարևորը գյուղական։ Առաջարկում եմ ծանոթանալ տարածքի ինֆրաստրուկտուրային։ Կանաչապատ է, ծաղկա շատ է, ծառա շատ է, ունենք գազոններ, ինչպես նաև փակ եւ բաց տաղավարներ։ Այստեղ հաճախ են անցկացվում ընկերական, ընտանեկան եւ կորպորատիվ հավաքներ։ Ծնունդ, կնունք, բանակի քեֆ, հարսանիք, իդեպ հարսանիք ասեցի, հիշեցի, գեղեցիկ կադրեր տեսա, Դավիթի հարսանեկան արողակարգից դրսում էր կազմակերպվել։ Այդքան սիրում էր։ Ռուսը լավ խոսք ունի, ասում է Մոսկվան միանգամից չի կառուցվել, Ուրենի տարբերակում ռեստավրացիոն աշխատանքներ են տարվում, տարածքը թարմացնում են եւ գեղեցկացնում։ Մեր տաղավարը այնտեղ է։ Մի քիչ շունչ քաշեմ գամ, հապ, դու գնա, ես գալիս եմ։ Ոնց որ Վենետիկ կլինի։ Մի քանի կամուրջներ, կամրջում եք, ձեր սիրո խոստովանությունները թողնում էստեղ։ Ահա եւ իմ ընտրությունը, ահա եւ մեր գյուղական համովությունները։ Մի բան ասեմ, Ուրենի եկողը Գյուլագարակի համերից չի կշտանում։ Ինքը նորից ուզում է, որ իր ափսեն առատ լինի։ Դրա համար
ամեն ինչից քիչ-քիչ հիմա փորձարկենք։ Առաջարկում եմ սկսենք թթվի տեսականուց։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես չեմ պատկերացնում տենց սեղան, որտեղ թթու չլինի։ Ու զարմանալին գիտեք որն է, որ Լորվա մարզում կա ճախաթթու։ Ինչի մշակույթը մեր հաղորդումներից արդեն գիտեք, գալիս է Սյունիքի մարզից, մասնավորապես Գյորիսից։ Եկեք ոչնչանանք կծվի պարունակությունից։ Ու սիրում եմ։ Սենց մի ձևի ստեղծում է այդ հարցակվելու պայմանը խորովածին կծում։ Լավաշ, եթե խորոված, ուրեմն սող, խոս, տավար, բանջարեղեն։ Արի ես ընտրեմ չալաղաջ։ Քաղաքավարությանը զոհ չեմ գնալու, որտեղ խորովածը չի սիրում պատարակ, հաղթանակ, գյուղական խորովածը այսպես ձեռքով։ Դե զգացվում է, որ հյութալի է ստացվել խորովածը, որովհետև մատներս կպնում են իրար, շիրայոթվել են։ Եվ կծու անպայման, այս սերմերից հուշտ մի եղեք, այսպես, գնացինք։ Սիրելի հեռուստադիտող ու տուրիստ, զգույշ եղեք, որովհետև Լորվա համովությունները կախվածություն են առաջացնում։ Բոլորիս բարի ախորժակ։ Այ ջան է։ Ինչպես տեսնում եք, սեղանը առատ է։ Թխվածքով, գաթաներով, աղցաններով, զակուսկեղենով, բանջարեղենով, ուզում եմ ասել, որ այս այն միջին սեղանն է, ինչով կբավարարես ստամոքսի պահանջները։ Մի տակ ուտեստ, հա, այս պարագայում կարող ես պատվիրել երկրորդը, երրորդը, նայած ձեր մարդաքանակից։ Ու զարմանալին գիտեք որն է, որ բարձր գներ չեն, ցածր գներել չեն, այն որ միջին գներ են ու հարմար յուրաքանչյուրի գրպանի։ Առաջարկում եմ գալ ու վայելել։ Էս ինչ ուտել կերանք, փորիկս զարմացել է Ուռենիի համերից։ Վերադարձանք Dream Park, սիրելի հեռուստադիտող։ Մենք հրաժեշտ ենք տալիս Լորին ու հեռանում ենք նորից վերադառնալու ակնկալիքով, որովհետև Լորին այս 2 օրերի ընթացքում մեզ նվիրեց ջերմություն, խաղաղություն, հետաքրքիր համեր, հետաքրքիր ծանոթություններ ու պատմություն ամենակարևորը։ Մինչ նոր ճանապարհորդություններ։ Գնահատեք, սիրեք, բացահայտեք հայրենիքի ամեն մի անկյունը։ Հավատացեք, եթե տակ սեր ու սերեր կվերադառնան հայրենիքից ձեզ։ Այնպես որ սիրաշատ ցտեսություններ նորից հանդիպելու ակնկալիքով։